Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկներ Մեզ շատ սիրելի շրջանավարտներ Շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի արդ Ուսուցիչները ձեզ այս 9 տարիների ընթացքում զինել են գիտելիքներով Անհրաժեշտ կենսափորձով Եվ ես ցանկանում եմ, որ այդ փորձը, այդ գիտելիքները տանեք մինչև կյանքի վերջ և միշտ հիշեք ձեր ուսուցիչների խոսքը Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, կանաչ ճանապարհ և երազանքների իրականացում Ձեզ բարի երդ Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանգեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հաղթնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում անանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Սիրելի երեխաներ, այսօր ձեր ուսումնական վերջի դասն է 9 տարիներ եղել են և լավ տարիներ, և ուրախության, և տխրության պահեր Այսօր մենք ուզում ենք ձեզ ցանկանալ միայն կանաչ ճանապարհ Թող այն պատված լինի ամենալավ պահերով Դա մեր ցանկությունն է ձեզ, հիշեք Մենք միայն ցանկանում ենք ձեր լավն ու բարի Բոլորիս բարի ճանապարհ Ես ու դու ունենք մի պատմություն Կողք կողքի անցել ենք մանկություն Տարիներ գլորվեցի Պատանի մեզ դարձրեցի Ես ու դու ունենք մի պատմություն Իմ ու քո դպրոց երջանկություն Հարազատ մի ընտանիք Ուրան հոգ էինք երջանիկ Դպրոցի Բոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջինցան Դպրոցի ճամփան բոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կանք ու դարձել ես վերջինցան Ես կողքի ակում ենք մենք կրվել Աղերքով ենք դասից ատվել Ոչաղել ու ոչ պատկած Ձեզ եղել ենք պատուհաս Ես այստեղ լացել ու ռախացել Խեն սիրել եմ կամ էլ ուշացել Իմ դպրոց հավերժ կանգնած Ու դու ունենք մի պատմություն Կողքի անցել ենք մանկություն Տարիներ գլորվեցի Պատանի մեզ դարձրեցի Ես ու դու ունենք մի պատմություն Իմ ու քո դպրոց երջանկություն Հարազատ մի ընտանիք Ուրախ հոգ ենք
Վահեն, Արսեն և Արտյոմ։ Դասանում ճանաչված տղա, Տերթակ։ Դասարանի հուշարար, առաջին նստարան, Օֆելիա։ Դասանի ժամանակի շուրջ, մոդայի ճիչ, Ժաննա։ Դասարանի լրություն, Արմինե։ Դասարանում հեռախոս մանշասնողներ, Ռուբեն և Գորս։ Դասարանի նկարչուհի, Մարիաննա։ Դասանի պարուհի, Սվետլանա։ Դասարանի շատախոսներ և արագողնորոշվողներ, Դավիթ և Սամվել։ Դասանի արգելակներ, Վահեր և Հայկ։ Դպրոցական տարիները ամենահետաքրքիր և զվարճալի ժամանակներն են։ Նրանք հավերժ կմնան հիշողության մեջ, որպես ամենաանհոգ և երջանիկ պահեր։ Շնորհակալ ենք անգնահատելի ջանքերի, նվիրվածության և այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք մեզ։ Այսօր մեր երաժշտագիտության խոսքն ենք ուզում թողել մեր դպրոցի տնօրեն Տիկին Սարգսյանին։ Սիրելի տնօրեն, ձեր մեծության չափանիշը անձնվեր նվիրում է ձեր աշխատանքին։ Պատասխանատու այդ աշխատանքում տող ունեք, համառ, պահանջկոտ, ուշադիր և փոխադարձ։ Դպրոցը ձեր համար հարազատ մի ընտանիք է, և դուք խորին պատասխանատվություն եք զգում նրա յուրաքանչյուր անդամի հանդեպ, լինի ուսուցիչ, թե աշակերտ։ Երախտապարտ ենք ձեզ հոգատարության համար, միշտ մեզ հասկանալու, սիրելու ու ներելու համար։ Մեծ շարավար է ստացվում մեզ, և մենք չենք կարողացել միայնակ։ Մեզ ուղեկցեցին մեր լավագույն փոխտնօրեններ Ընկեր Բեգորյանը և Ընկեր Մարկոսյանը։ Այսօր մենք պարտական ենք նայել նրանց, իրենց նվիրումի, բարության և խանդրության համար։ Շնորհակալ ենք, դուք մեզ համար եղել եք և ծնող, և եկել, և ուսուցիչ։ Թող ձեր հոգու կրակը չնալի, և ձեր եղանակը երբեք չպակասի։ Մաթեմատիկա, ճշգրիտ և դասական։ Մեզ չհաճելի երեխաներից այնքան են հեշտել։ Դուք կարողացաք մեզ լավ հասկանալ, ճիշտ ուղի ցույց տալ։ Իսկ մենք աշխատենք ձեզ համար անել այն, ինչ կարող ենք, սիրելի դասներ։ Աշխարհի օդերաշալիկ, հմայել եք դուք մշտապես, և ուզում ենք մենք մի լրացում անել վերջին։ Հրաշալի կոչենք նույնպես ամեն մեկս մեր ուսուցչին։ Կարելի է այս աշխարհում ապրել նաև առանց բուրգի, անհնար է սակայն ապրել առանց լույսի, հայրենիքի։ Վերջին դաս, դու նմանես այն սպասված թանկյունին, որին շատ կարճ ժամանակով հանդիպում ես օդանավակայանում։ Երևես ես ուզում, բայց սպասված ինքնաթիռ ուշանա։ Այսօր դրանք այս բանին ջերմ խոսքեր ենք թողում ձեզ, մեր սիրելի ուսուցիչներ։ Գիտենք, որ այս մեծ կյանքում ձեր խորհուրդներից շատ ենք օգտվելու, որ կյանքում դժվարությունների հանդիպելիս փորձելու ենք այն հաղթահարել դպրոցում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ։ Հաճախ անլուրջ ենք նայել ձեր գործին, մանկական աշխուժկատակ ենք արել դասամիջոցին կամ դասի ժամին։ Գիտենք, դժվար է ձեզպես համբերել, դժվար է կյանքում ուսուցիչ լինել, բայց խոստանում ենք, ինչ էլ որ դառնանք, կաշխատենք լինել մի քիչ ուսուցիչ։ Հարգելի ուսուցիչներ, Ընկեր Բաղդասարյան և Ընկեր Բաբայան, Ընկեր Ասատրյան և Ընկեր Թրջումանյան, Ընկեր Սիմոնյան և Ընկեր Հակոբյան, Ընկեր Գողոսյան և Ընկեր Սարիբեկյան, Ընկեր Սահակյան, Ընկեր Սարգսյան և Ընկեր Եգանյան։ Ձեր անձնավեր աշխատանքի շնորհիվ մենք այսօր գիտելիքներ ենք ձեռք բերել բոլոր առարկաներից։ Մեր լավի համար ձեզ ենք պարտական, իսկ վատի համար մեղավոր ենք մենք։ Մենք սիրում ու հարգում ենք բոլորիդ, գնահատում ձեր աշխատանքը։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել նաև մեր չդասանդող ուսուցիչներին, Գրադարանյա Վարուհուն, Բուժքրոջը, տնտեսվարին, Մաքրուհիներին, Դռնաբանին և Պահակներին։ Մեզ ճանաչելը մի քիչ դժվար է, հասկացեք էլի։ Մենք մի քիչ բարդ ենք, քարի պես պինդ ենք, հողի պես փխրուն, ինչքան չլինի, դեռ մի քիչ մարդ ենք։
Մենք վերիշկանն ենք մեր գլխի տերը, ու մեզ թվում է մեծ ու անպարտ ենք, բայց ինչ-որ չափով և ինչ-որ տեղ դեռանավարտ ենք։ Մեր շուկը խոհում մեր տանոց խոխեն, թեև երեսից այսքան հանդարտ ենք։ Այն էլ իմացանք, կյանքը առեղծված, գիրք չէ, որ կարդանք, անկիր սովորենք, տակպաղ կլինի և նույնիսկ հարված, բայց պիտի ուղիղ անխոտոր կայենք։ Բայց եկել է հրաժեշտի պահն անողոք, ինչ որ եղավ նախափորձ էր միայն, ընդհանրապես սևագրություն, որտեղ պիտի սրբագրվի, մաքրագրվի ներշնչանքով, մինչ դեռ ահապահն է հասել, որ ձեզ ասենք մնաք բարով։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, այուսակ, մեզ տարան, ինչ երազեր, ինչ ամուր, թե կատակեր, և թե լուր, թե հեքյատ, կախարդական, և թե կյանքեր, Ձեզ կողմից տված վերջին գնահատականը ցուցադրելով մեզ։ Իսկ այժմ ներկայացնենք հումորներ դպրոցական կյանքից։ Գրականության 10։ Բարև ձեզ երեխաներ։ Ով կարող է ասել,
ասել, ինչով է նշանավոր 1869 թվականը։ Ասա Դավիթ։ Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը։ Իսկ կարող ես ասել, ինչով է նշանավոր 1875 թվականը։ Իսկ այդ թվականին նա դարձել է 6 տարեկան։ Դավիթ, մաթեմատիկայի դաս չէ, գրականություն է, մի մոռացիր։ Չեմ հասկանում, ուսուցիչները ինչու են գոռում վրաս, երբ ինչ-որ բան չեմ հասկանում։ Հա, չեմ հասկանում, բայց ո խուլ չեմ։ Նստիր, հա։ Պատմության դաս։ Բարև ձեզ երեխաներ։ Այսօր մեր դասը տիգրամետ է։ Արսեն, կարող ես պատմել տիգրամետի մասին։ Չեմ կարող ընկել փոխել։ Ինչու չես կարող։ Հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց ետևից չեմ խոսել։ Մաթեմատիկայի դաս։ Մաթեմատիկայի դաս։ Ուշացած ներս է մտնում սովորողը։ Բարև ձեզ ընկեր Պողոսյան։ Բարև Վահե, ինչ ես ուշացել։ Ընկեր Պողոսյանի դրանք գողեր էին հարցակրել։ Հա, ինչ ես ասում, նրանք քեզ գողոպտել են։ Այո, ընկեր Պողոսյան, դրանք ոչ միայն իսկ գողացել են, այլ նաև վնասել են ձեռքս։ Հայոց լեզվի դաս։ Բարև ձեզ երեխաներ։ Այսօր մենք խոնարհելու ենք վայեր, օրինակ, ես խոսում եմ, դու խոսում ես, նա խոսում է։ Մենք խոսում ենք, դուք խոսում եք, նրանք խոսում են։ Կրկնիր Արսեն։ Բոլորը խոսում են։ Անգլերենի դաս։ Ողջույն երեխաներ։ Լսում եմ ժողովուրդ։ Երբ Պողոսյան դարձել մարդու պատժելականի համար նորենք չի արել։ Ես ոչ։ Երբ Պողոսյան նույն աշխատանքից չմարել։ Ֆիզիկայի դաս։ Բարև ձեզ երեխաներ։ Ով կարող է ասել, ինչու մի ամենափոքր արագությունը։ Ասա Արսեն։ Ձայնն ընկեր Պողոսյան։ Ինչու։ Որովհետև այն ինչ մեզ ասում են 14 տարեկանում, մեզ հասնում է միայն 40 տարեկանում։ Երգի օնլայն դաս։ Բարև ձեզ երեխաներ, ինչպես տեսնում եմ բոլորդ արդեն միացել եք։ Բարև ձեզ։ Ով կարող է հիշեցնել որն է այսօրվա մեր դասի թեման։ Ես ասեմ։ Ասա Արի։ Այսօրվա մեր դասի թեման կաքավի երգն է։ Դե հենց դու էլ առաջինը միացրու տեսախ ցիկդ եւ կատարի երգը։ Չեմ կարող ընկել փողոցը, որովհետև տատիկս քնած է։ Պատճառը ընդունված է։ Իսկ այժմ խոսքեր, որ լսենք ուսման տարիների ընթացքում։ Իսկ այժմ շարունակում ենք հումորը դպրոցն անցյալում քարե դար։ Ասtronomներին հարցնել եւ նշանակել բոլոր բացատրությունները։ Ո՞նց է նրանք հարում են դարձել։ Դպրոցն ապագայում 3000 թվական, նոր տեխնոլոգիաներ, մի իսկական կոմպյուտերային ժամանակաշրջան, մարդ ռոբոտ, ամեն ինչ խառն է։ Դասարան է մտնում ռոբոտ ուսուցիչը։ Բարև ձեզ։ Ռոբոտ համարներ պատմիչ դասը։ Ներեցեք, ես այս պահին չեմ տիրապետում այդպիսի ինֆորմացիայի։ Ռոբոտ համարերի ուսումը։ Կարող եմ դրական մարդուց պատմել։ Գնա։ Ով է ավակը։ Տվյալտանի ես։ Ավակ, դրա լիցքավորին էլեկտրոնային մազանը, վիրուսի կազմային օղակի մեջ վերցրել և ուղարկել։ Եղած։ Դպրոցը այժմ։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Անցած դասին ձեզ հանձնարարել էի գրել շարադրություն հետևյալ թեմայով։ 21-րդ դարի ժամանակակից գիքորը, ով է գրել։ Հաստատ ես չեմ գրել, ասին խոսք։ Ոչինչ ոչ ես գրել, կարող ես գոնե կարդալ։ Կարդամ։ Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն ուզում էր իր մի կերպին նա ավարտած գիքորին տանի քաղաք, իրավաբանական ընդունել տա, որ սովորի մարդ դառնա։ Հետո մի կուսակցության մեջ մտնի ու առաջ գնա։ Հետո շարունակիր։ Էլի շարունակեմ, շատ կարևոր մարդ է դարձել։ Շարունակում ենք կատակել դպրոցից տուն վերադառնած սովորողը։ Բարև հայրիկ, Բարև դրաս։ ես այսօր դպրոցում 10 ստացել։ Ապրես, ինչից։ Մաթեմատիկայի 4, անգլերենի 2, պատմություն 2, մաթեմատիկայի 2, բան ստացել չպասայի։
10 օր զրկվում ես հեռախոսից։ Զարը հայրիկ։ Հայրիկ հիշում ես, որ դու ինձ խոստացել էր հենց որ դպրոցն ավարտեմ, ինձ ավտոմեքենա կգնես։ Այո, հիշում եմ, հետո ինչ։ Ուզում եմ ասեմ, որ մենք գուման ենք խմել։ Հումորը շարունակվում է։ Իսկ այժմ խոսքեր, որ հաճախ եք լսել ուսման տարիների ընթացքում։ Դպրոցը ձեր երկրորդ տունն է։ Ես կասի առաջին Սվետլանն է։ Վերջինս տարան, կարող եմ ձեզ խանգարում ենք։ Այսքան դառնամակավոր եմ ձեր մոտասան Երեխաներ, ձայնը արդեն շանս է հասնում։ Զանգից հետո ինձ այց հետո դասում եմ ոչոք չմտնի։ Երեխաներ վաղը ոչ ինչ բացակայի թեմատիկ ունգիրելու։ Այ այ տես, որ ուզում ես ուղեղդ աշխատացնում ես, կարողանում։ Եթե չնշանակյամ կմնաք միդասանում։ Ձեր տան դուր այդպես եք փակում։ Աղջիկներ ջան, մեկը տվացեք տղաների հասարակ կրաչություն դասանում ես դուգելու։ Վերջ գնում եմ հրաժարվեմ ձեզանից։ Այնքան լավ ես խոսում, արգիրադախտակ ես խոսում։ Նոր եկար դրսից, ինչ կա որ դույս ես ուզում դուրս գնալ։ Հենց հիմա կգնանք տրորերի մոտ, եթե խելոք չունենանք։ Հիմա լրջացեք, արջև ընդունություններն են։ Այո, դպրոցում մեր կյանքի ամենատարիներն են ամփոփված, այնպես որ եկեք սիրով գնանք դասի, չէ որ բան չմնա։ Իսկ այժմ ներկայացնենք Հայաստանի մշակույթը և սովորույթները։ Հայերը ունեն աշխարհի հեղինակային իրավունքի սեփականատեր։ Էջմիածնում հայ տաճար, առաջին եկեղեցին, որը կառուցվել է մեծարգության 4-րդ դարում։ Աշխարհի ամենահին կինոգործարանը հայտնաբերվել է Հայաստանում, Արևելքում մեր թվարկությունից առաջ 4100 թվականին։ Ընտանեկան ավանդական արժեքները Հայաստանում դեռևս բարձր են գնահատվում։ Երեխաները սովորություն են հայկական ընտանիքներում։ Ռազմապարերից մինչև շուրջ պար, հայերը սիրում են պարել։ Հայկական ազգային պարը արտացնում է հայկական մշակույթը իր բոլոր տարրերով։ Շուրջ պարն ավելի բնորոշ է հայկական ազգային պարերի ոճին։
Դուք դեռ չեք յուրընկալվել հայկական ընտանիքներում։ Հայերը հյուրասեր եւ բարյացակար են։ Հայկական ընտանիքներում յուրընկալվելիս պարտադիր պետք է ուտել եւ խմել։ Մենք չենք կարող մեր առանց ազգային ամբողջական հագուստի տարազի։ Հայկական հավաքության նշանը հայ մշակության նշանակալի տարելից է։ Հայաստանի խորհրդանիշների շարքում են այլ այգիներ։ Հայերը ունեին նոտարության իրենց սեփական համակարգը, որը անվանում էին խազեր։ Այդ շարքն է լրացնում նաեւ Հայաստանի Հանրապետության դերոշը։ Հայկական գորգային հաճելի են գեղեցիկ իննոսատ մանշերով։ Հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը երկակա տարած լեռա պատկերն է, որն ամենուր է։ Նոր արկա է հայկական մշակույթում զարդերից մինչև արժեվ։ Զինանշանին պատկերված արծիվն ու անլույսը հազարավոր տարիներ եկել են հայկական արտադրողների խորհրդանիշները։ Միայն հայերն է, որ այս դիցարանում ունեցել են յուրասիրության և հյուրընկալության աստված բանալուրով։ Հայկական մշակույթի և հյուրընկալության մեջ աղ և հացը համարվում են պաշտպանության առարկաներ։ Հայկական խոհանոց ասելով առաջին հերթին պատկերացնում ենք հորման, խաշը, հարիսան, գարխան եւ այլն։ Ավանդական ուտեստները պատրաստում են կրակի վրա։ Մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Հայկական ներքին երբեմն ոստիքությունը դրություն է դարձել եւ այս նասանները։ Բարասատ թագավոր իր երկհավատում թվականին դարձել է բրցամասի երկրորդ չեմպիոն։ Նավաշը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի տնտեսի ցանկը։ Այս ամենով հանդերձ Հայաստանում քիչ շարժված եւ քիչ բացատրված երկրներից մեկը։ Ուստի ցանկանում ենք լինել մեր երկրին արժանի զավակներ։ Հարգելի ներկաներ, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Մինչ իմ խոսելը խոսքը տրամադրում եմ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Երանուհի Եղիազարյանին։ Այսօր շրջանավարտների, ուսուցիչների և ծնողների համար կարևոր օր է։ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է մեծ կյանք տանող ճանապարհի սկիզբը։ Սիրելի շրջանավարտներ, դուք գտնվում եք ձեր կյանքի կարևորագույն փուլում, որելի է լինելու դժվարություններով և ժամանակի մարտահրավերներով, որոնք դուք հաղթահարելու եք ինքնուրույն, հիմք ունենալով դպրոցական տարիների փորձն ու գիտելիքները։ Ես վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձեր բերված փորձառությունն ու հմտությունները ձեր ամբողջ կյանքի ուղեցույցն են լինելու ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ ձեռքբերումներով, վերելքներով և հաղթանակներով լի ապագա։ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյան։ Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի արդիվ։ Այսօր վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը, ազդարարելով նոր կյանքի, նոր նվաճումների սկիզբը։ Ուսումնառության շրջանում դպրոցը և ուսուցիչները ձեզ զինել են գիտելիքով ու անհրաժեշտ կենսափորձով։ Ձեր ծնողները հավատով և հույսով, նախապատրաստելով կյանքի ավելի լուրջ, ինքնահաստատման և ինքնադրսևորման ժամանակահատվածի։ Միաժամանակ դուք ստացել եք հայրենիքի ու ծնողի, ընտանիքի ու ընկերոջ, մերձավորի և անծանոթի հանդեպ սիրո ու նվիրումի յուրատեսակ դասեր։ Դպրոցական տարիների հիշողություններն ամենաջերն են ու անմոռանալին։ Թող այդ հիշողությունները ուղեկցեն ձեզ, ձեր ուսուցիչների ու ծնողների ցանկություններն ու երազանքները իրականացնելու հայրենիքի արժանապատիվ քաղաքացի դառնալու ճանապարհին։ Կրկին ջերմորեն շնորհավորելով դպրոցական վերջին զանգի արդիվ մաղթում եմ ամենայն բարիք, թող հաջողության թևավորող ուժը
հաղթանակի բերկրանքը, սերն ու խաղաղությունը լինեն ձեզ անբաժան ուղեկիցները։ Սիրելի երեխաներ, ծնողներ, հյուրեր, վերջի դասը միայն ավարտի նշան չէ, այլ նաև մի խորը խորհրդանիշ է, որը կապում է սերունդներին նրանց մշակույթի արժեքները ու հայրենիքը սիրելու զգացումը։ Դուք օրվա հերոսներն եք, հավատով լծվեք ալիքի հանդեպ, ամուր պահեք դպրոցական հիշողությունները ու կապը ընկերների հետ, իդեպ, չմոռանաք նաև լավ պատրաստվել ավարտական քննություններին, դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով եք հիշելու։ Մենք ամեն ինչ անել ենք ձեր ուսման հաջող ընթացքի համար, ձեզ մնում է միայն սովորել և լավ սովորել, իսկ մենք միշտ ձեր կողքին ենք, հիշեք, ամենադժվար պահը կյանքի դպրոցն է, և չգիտես թե որ դասարանն ես, և երբ է հաջորդ քննությունդ, և որ ամենացավալին է, չես է կարող անգամ արտագրել, որովհետև ուրիշ ոչ ոք չունի քո տարբերակը։ Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական, և թե կյանքեր ու կարծես երեկեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ճերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած մնաք բարով Your faith was strong, but you needed proof. You saw her bathing on the roof, her beauty and the moonlight overthrew ya. She tied you to her kitchen chair. She broke your throne and she cut your hair. And from your lips she drew the Որպես է դինասկեր, ըսած
ամենանախազոր ինքնից այսօր եւ թող մեզ պարտիսմեն որպես եւ մեկ թողում մերոց պարտավորած եւ մի տանիրես մեզի փորձություն այս հրկյալ մեզ իչարե զիկոյա կայություն եւ դրություն եւ փառք հավիտյանսան Տեգորմյա Դեր Աստված ամենական արարիչ երկինքի եւ երկրի ունելով մեր անձերը քո աղջեր ընտրում ենք քեզ եւ այսօր քո առաքելությունը անսանով մեր աղաչանքներին քո առաքողորմությունը պարգևի բոլոր ավագացիաներին մանավանդ այսօր մեր կապատաներին եւ աղջերներին ովքեր պարգեշտ կարգով առաքինի գործելով կրկելով իրենց անձեր ուսումնառությամբ դաստիարակությամբ Տեսնողների և ուսուցիչների կողմից ցանկանում են ստանալ քո այրական սուրբ օրհնությունը մեծ ձեռքով, որպես իրենք ևս քեզ ունեն հաճելի և բարեվաստակ մարդիկ, ողորմած և մարդասերներ, քո անչափ արյալ կամքով կողքի այժմ այս աշակերտների և նրանց ուսուցիչների, առաջնորդելով նրանց բարի գործերի և արեգունասեր բարքի, որպեսզի միշտ փառավորեն քեզ որդու և սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ Տեխասյանս կրկնից ամեն պահպանիչ և հույս հավատացնող Քրիստոս Աստվածին մահվա, մահվանյա և որդմյա առաջին կայցյան հավատավոր դավատասարություն հնդովանյավ սուրբ և պատվական կաչիկույնա կրկի ազատյա երևելի և աներևույն ծշտամու առնամորյա գողքյան հարավորնս կեզ ընթով և սուրբ հոգույն այժմ և միշտ և ավիքյան հավիտանից շնորհավորում Սեզ բարի ճանապարհ Դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով Հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եք մենք, դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով Հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ, վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, պիտի գնամ, մնաք բարով